Պարոն ես չեմ ասում, մենք պարտականություն, ընդհանրապես պարտականություն չենք ստանձնում։ Դուք կոնկրետ հարց տվեցիք, ասեցիք կարող է առաջադրեն, թե առաջադրանք տան, թե առաջադրեն, հա, ես ձեր հա։ Այո, բնականաբար կարող են դիմել, ասել կուզենաք մասնակցել, եւ մենք այդտեղ ազատ ենք որոշում կայացնելու, պարտականություն մասնակցել, որևէ առաքելության, այս համաձայնագիրը չի սահմանում, իսկ մեր որոշմամբ մասնակցելու ցանկության դեպքում բնականաբար ֆինանսավորումը պետք է իրականացնենք մենք։ Հիմա ձեր հարցը որն է։ Ինչ վերաբերում է ռազմական մասնակցության դեպքում խորհրդարանի հաստատմանը, դա արդեն մեր ներքին օրենսդրությամբ հալուցում, ես ինչքան գիտեմ, մեր ներքին օրենսդրությամբ երկրից դուրս ռազմական միավոր ուղարկելու դեպքում խորհրդարանի համաձայնությունը պետք է, բայց դա չի կարգավորվում երկկողմ համաձայնագրով, դա մեր ներքին հարցն է, արդեն ներքին օրենսդրությամբ կարգավորվող, դա առանձին մենք կարող ենք նայել այս համաձայնագրից դուրս, սրանով դա չի կարգավորվում, էլ ինչ կա ասելու, կա ինչ-որ բան, հիմա տեղից չէ, հա, այսքանն է, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ է իսկապես, նաև գիտեք մեր պետության ներկայանալիության հետ կապված, մեր պետության ճանաչելիության, մեր պետության նկատմամբ դրսում ձևավորվող վստահության հետ կապված, մեր պետության դրոշի ներկայանալիության հետ կապված եւ նաեւ երկկողմ համագործակցության կոնտեքստում փոխադարձ վստահելիության հետ կապված, որ մենք չլինենք միշտ ուզվորի դերում, միշտ անընդհատ գնանք, խնդրենք ու խնդրենք ու խնդրենք ու խնդրենք ու խնդրենք ու ոչ մի բան չտանք։ Մենք միշտ խնդրենք, բայց մենք մի բան չտանք, որ խնդրելու տեղն էլ մի բան խնդրենք, ասենց ասեմ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։